իշխանությունը։ Ինչի եք շրջափակում ազգային ժողովի շենքը, ցանկանալով ունենալ ամբողջական իշխանություն։ Ինչի։ Հոյակապ ընդդիմության հարցը, խնդրեմ, պարոն վարչապետ, համեցեք։ Քիվեստի մասին։ Քիվեստը 2001 թվի մասին է խոսք։ 2001 թվի։ 2001 թվի։ Շատ լավ, սենց էր մտնելու թունելը, ստեղից մտնելու էր ընդես դուրս էր գալու, կամուրջը ստեղ էր ընելու, ձախից բան էր մտնելու, Պողոսը, աչից Վալոդը, ընդեղից ուղիղ 2001 թվին։ 2002 թիվ, 2003 թիվ, 2004 թիվ, 2005 թիվ, 2006 թիվ, 2007 թիվ։ Ձեր ասած մարդը եղել է նախագահ, 8 բան չեմ ասում նախընտրա։ Այդ թոլիներ հետ եմ ասում, ում հետ եք կռիվանում, ում հետ եք կռիվանում։ Ես եմ խանգարել, որ չլինի։ Ես այդ ժամանակ նոր սկսում էի քաղաքական գործ, թող լիներ ժողովուրդ ջան, որ սեն չեն գալի ասում մտնելու էր թունելը տակից, այն մեկ վեր է, արա ում եք ձեռ առնում ընդհանրապես կներեք էլի։ Երկրորդը, ասցիք Սերժ Սարգսյանն է տվել, տո Կարեն Կարապետյան նովա, Սերժ Սարգսյան նովա, որ ինձ իշխանություն տան կամ չտան։ Եվ ձեր ասած մնացած մարդիկ, ով են իրանք ընդհանրապես, որ մի հատ է կարան ճակատագիր որոշեն Հայաստանում իշխանության։ Հայաստանի ճակատագիր իշխանության որոշում է ժողովուրդն է որոշել։ Սերան ու Արյանը հարցը տալիս ընդունել եք, իբր հանձնում ընդունում ասել եմ իմ ընդունելու ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն թոշակառու է եղել։ Ես իրանից ընդունելու բան չեմ ունեցել։ Կարեն Կարապետյանն է եղել վարչապետի պարտականությունները կատարողը։ 19 թվի մասին, ես 19 թվի մասին ասել եմ շատ հստակ բան։ Այն ինչ որ 19 թվի հունիսին դրվել է սեղանին, ես 19 թվի հունիսին դեռ որևէ մեկի հետ, որևէ բանակցած չեմ եղել, ես չեմ խոսել ընդհանրապես այդ թեմայի մասին ոչ մեկի հետ։ Այն ինչ որ դրված է եղել սեղանին, ինձնից առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է, ամփոփումն է։ Հələ թղթի վերևն է գրած է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահները, ես Հայաստանի Հանրապետության նախագահ երբեք չեմ եղել։ Հաջորդը մի հատ էր բան ասում, մի րոպե։ Ազգային ժողովը ու ընդհանրապես դրանից հետո առաջ ես մի բան եմ ասել։ Ասել եմ, ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից եւ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին։ Այդ եղել է միշտ իմ սկզբունքը։ Երբ որ ժողովուրդը կգա, դուռը կծեցի կամ չի ծեցի, ձեն կտա, ասի իմ իշխանությունը տուր ինձ, ես այդ իշխանությունը կտամ իրան։ Եվ թույլ չեմ տա որևէ խմբակ, անկախ նրանից այդ խմբակի պարագլխի անունը ինչա, թույլ չեմ տա որևէ մեկին ժողովրդի իշխանությունը խլի։ Իշխանության տերը ժողովուրդն է։ 100 անգամ ասել եմ 18 թվին, 19 թվին, 20 թվին, 21 թվին, 22 թվին, 23 թվին, 24 թվին, ասում եմ 25 թվին, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ պահին ժողովուրդ ուզենա այդ իշխանությունը վերցնի, ժողովուրդը այդ իշխանությունը կվերցնի, որ պահին, ընտրություններով, առանց ընտրությունների, որ պահին ժողովուրդը ուզենա վերցնի, ժողովրդի այդ ցանկության առաջ ոչ մեկ չի կարա կանգնի, ոչ մեկ, ինչպես 2018 թվականին չկարեցավ կանգնի, ոչ մեկ չի կարա կանգնի, էտում իշխանությունը ումից եք պաշտպանում, ես կարամ ասեմ ում իշխանությունն եմ պաշտպանում ձեզնից, ես ժողովրդի իշխանությունն եմ պաշտպանում ձեզնից, կոնկրետ ձեզնից եւ ձեր խմբավորումների պարագլուխներից պաշտպանում եմ ու միջև վերջ պաշտպանելու եմ, որևէ մեկը չկասկածի, ինչ վերաբերում է ժողովրդին, ասում եմ, չգիտեմ, որ տասնյակ անգամ, վաղը առավոտը ժողովուրդը ուզենա իշխանությունը վերցնի, ժողովրդի իշխանությունը կվերցնի, այդ որ 300 մետր, ես այսօր առավոտ, 7:30 դուրս եմ եկել, կանգառում կանգնել եմ 15 րոպե,
20 րոպե պետական պահպանության ծառայություն այնտեղ ա եղել, ոչ մի ոստիկան չի եղել, ոչ մի ճանապարհ չի փակվել, ոչ մի ավտոյի ուղղություն չի փոխվել, ոչ մի ավտոբուսի երթուղի չի փոխվել, ոչ մի ավտոյի գրաֆիկ, նստել եմ ավտոբուս, գնացել եմ գործի։ Այդ դուք այդ ում մասին եք խոսում։ Ում մասին եք խոսում։ Հերիքա վիրտուալ իրականություն ստեղծեք ձեր ֆեյքերով, ձեր վճարովի բաներով, չգիտեմ, ինտերնետ տրաֆիկներով եւ այլն։ Պարոն Փաշինյան, ես գիտեի, որ հնարավոր իշխանափոխության կամ 2008 թվականի մասին հարցերը ձեզ կարող է բորբոքեին, բայց պետք չէ այդքան բորբոքվել։ Հանգիստ պատասխանեք հարցերին, որոնք շատ հստակ էին, բայց որոնց դուք այդպես էլ որևէ հստակ պատասխան չտվեցիք։ Ես լավ չեմ կարողam հասկանալ։ Դուք հիմա Ռոբերտ Քոչարյանին, մյուսներին, Քիվեստից հետո 2007-ին էլ Կազան ա եղել։ Հիմա մեղադրում եք, որ ուզել են հարցը լուծեն, թե չեն ուզել հարցը լուծեն, եկել ընկելա ձեր գրպանը, ինչպես պարբերաբար դուք ակնարկում եք։ Հիմա Ռոբերտ Քոչյանը մեղրին հանձնել է, թե չի հանձնել։ Մի հատ կողմնորոշվեք ձեր քարոզչական թեզերում, որ ձեր քարոզիչներն էլ սոցիալական ցանցերում ըստ այդմ կարողանան կողմնորոշվել։ 2019 թվականին ձեր սեղանին խմբագրված տարբերակ ա դրվել ԵԱԿ Միսկի խմբի կողմից։ Դուք հայտարարել եք, որ ոչ մի բան, ոչ նոր, ոչ հին գոյություն չունի։ Հետո էլ մի հատ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ դուք ասում եք, որ դուք ձեզ գժի տեղ եք դնում, որ ժամանակ շահեք։ Հիմա եղել է, թե չի եղել, որովհետև բոլոր հայտարարությունները նրա մասին են, որ 2019 թվականին բանակցությունների սեղանին, նորից եմ ասում, կլինի հին թե նոր թուղթ ա եղել, որը դուք թաքցրել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Եվ վերջում, Տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ դիվանագիտական համայնքը քայլող, խոսող, մեզ հիմա իդեպ կարծես հետևում է։ Համայնքը քայլող, խոսող, շնչող, արտաշնչող մի մեծ բարդույթ է։ Այս բարդույթով եք 2018 թվականին վարել բանակցությունները, որի արդյունքը ես արդեն ասեցի ինչ է։ Չկա Արցախ, կան օկուպացված Հայաստանի Հանրապետության սահմաններ, հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր եւ Նախիջևան Ադրբեջան կապ, որի անունը դուք չգիտեմ ինչ կդնեք, Ադրբեջանն էլ ինչպես դուք եք ասել, կդնի Միչանսկ։ Շնորհակալ եմ։ Տիկին Խամոյան, առանց բորբոքվելու։ Դուք ասում եք Քիվեստներ արդյունքը, թունելը սենց մտնելու էր, կամուրջ ընդեից դուրս էր գալու, ընդեից ավտո մտնելու էր, գնացքը սենց անցնելու էր, Ղարաբաղն էլ մերն էր։ Շատ լավ ասում եմ, Քիվեստը եղել է 2001 թվին։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը ստանձնել է 98 թվին։ 98, 99, 2000-ից սկսել է, հա, չէ, այս խոսակցությունը 99-ին սկսել է, ինչպես տեսանք, 2001-ին եղել է Քիվեստը։ Այսինքն իր պաշտոնավարման 70%-ը եղել է Քիվեստը։ Այդ որ թունելը սենց պտի մտներ, սենց կամուրջը, էստակադան եւ այլը, ասում եմ շատ լավ, թող լիներ։ Ես եմ խանգարել դրան, թող, ասում եմ, շատ լավ, Սերժ Սարգսյանն է Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդն էր, ժառանգորդն էր, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, թող լիներ, ով է ում խանգար է, 19 թվի առաջարկի մասին, ես ասել եմ, որ նոր առաջարկ չկա ու ճիշտ եմ ասել, այն առաջարկը, որ 19 բանակցությունների